կապված մայիսին մեզ համար միշտ եռատոն է եղել, ցավոք սրտի մենք չկարողացանք պահել մեր հաղթանակները եւ հիմա որպես հայրենական մեծ պատերազմի օրենք որպես նշ։ Նախ ես ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին շնորհավորել մեծ հաղթանակի օրվա առթիվ, այո, ցավոք հայ ժողովուրդը այս օրերը այլ կերպ էր նշում եւ մենք պետք է տեսնեինք այսօր շատ ավելի մարդաշատ եւ ուրախ այս այգին, բայց ցավոք այո, մենք զրկված ենք այդ եռատոնից, բայց կարծում եմ հիմա մեր գերխնդիրը նա է, որ մենք կարողանանք պահպանել մեր պատմական հիշողությունը, որովհետև տարեց տարի ավելի վտանգավոր է դառնում այն փաստը, որ փորձում են ընդհանրապես պատմություն խմբագրել եւ պատմությունը խմբագրվում է ոչ միայն հայ ժողովրդի ողբերգական էջերի վերաբերյալ, այլ նաեւ հաղթանակների։ Պետք է ամեն բան արվի, ես կարծում եմ, որ այսուհետ խորհուրդը ամենամեծ նպատակը պետք է լինի նա, որ հետագա սերունդները անպայման հիշեն, որ հայ ժողովուրդը մեծ հայրենական պատերազմում 600,000 մասնակից է ունեցել, շարքային զինվորականներից սկսած մինչև սպաներ, գեներալներ եւ մարշալներ, որ մի փոքր Արցախը հազարավոր հերոսներ է տվել այս պատերազմում, որ Արցախը մարշալներ է տվել եւ անցած տարի հոբելյանական 80-ամյակի ժամանակ երբ տոնակատարություն էին գնում հենց Արցախում նորից բնաջնջվում էր այդ մշակութային ժառանգությունը եւ այնտեղ Մարշալ Բաղրամյանի խամփերանցի արձանները վերացվում էին։ Պատմության խմբագրումը ամենավտանգավորն է, ինչը այսօր մեզանում տեղի է ունենում եւ մենք պետք է անպայման ամեն ինչ անենք, որ սերունդներին փոխանցենք մեր պատմական հիշողությունը, հաղթանակները, նաև ողբերգական էջը։ Սովորաբար հակառակորդ կամ թշնամի պետություններն են փորձել խմբագրել, հակառակորդ կողմի պատմությունը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ հենց մեր երկրի իշխանություններն են խմբագրում այս պատմությունը, փորձում խմբագրել, հատկապես Արցախի հետ կապված։ Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Եվ սա ամենավտանգավորն է, Արցախյան շարժումը սխալ են անվանում, ցեղասպանությունը փորձում են նորից հարցեր կան, ես բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ, եթե սկսում ենք խմբագրել ողբերգական եւ պատերազմական էջերը, անպայման մի օր մենք կհասնենք եւ հաղթանակներին, այսօր մենք հասկանում ենք, որ արդեն հաղթական էջերն էլ են խմբագրվում, վաղը կարող է արդեն մայիսյան տոներն էլ սկսի խմբագրվել եւ ասենք, չգիտեմ, Սարդարապատը այդպես է եղել, թե այդպես չի եղել։ Շուշին խմբագրվեց, այսօր հիշատակում չկա Շուշիի ազատագրման։ Այո։ Տեսեք, քարոզարշավը այնպես են գծել ըստ էության, որ այստեղ օրինակ Նիկոլ Փաշինյանը չգա։ Հարգելի գործընկերներ, լրագրողներ, սա այն տոնն է, որը ամեն մի խորհրդային ընտանիք սրա մի մասնաբաժինն է։ Հիմա եթե դուք էլ ձեր տատիկներից, պապիկներից, մենք բոլորս, ես կարծում եմ, որ չկա այնպիսի ընտանիք, իմ մայրական կողմի պապն էլ մասնակից է եղել պատերազմի, խմբագրել պատմություն ժողովրդի, երկրների, պետությունների, դա նշանակում է խմբագրել նաև անհատների պատմություն։ Եթե այսօր հայ մարդը պատրաստ է, որ իր անհատի պատմությունն էլ խմբագրվի, իր ընտանիքի հիշողությունը, իր տատիկի, պապիկի եւ նախնիների գերեզմանը ենթարկվի խմբագրման, ուրեմն չգիտեմ, էլ ինչի մասին խոսենք։ Մենք այսօր որպես հայ մարդ, որպես քաղաքացի մեզ այդ հարցը պիտի տանք, որովհետև ժողովրդի պատմությունը կերտվում է հենց անհատների պատմությունից։ Մոռանալ ընդհանուրը նշանակում է մոռանալ նաև քոնը, ուրանալ քո պապերի գերեզմանը։ Քանի որ այսպես նաև նախընտրական ժամանակահատվածում ենք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ իր առաջնորդը այս ընթացքում քիչ չեն, թիրախավորվում այս առումով ինչ կարող եք ասել, առհասարակ նախընտրական այս թոհուբոյի հետ կապված, ընդհանրապես հավասար պայմաններ են, թե չէ, մենք տեսնում ենք եվրոպական երկրների ղեկավարները լծված են օրինակ Փաշինյանի
քարոզարշավով։ Այո, քարոզարշավը մեկնարկեց, բայց մենք փաստացի տեսնում ենք, որ դեռ ծրագրային օրակարգ չկա քարոզարշավում, բայց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, նրա ղեկավարը, մենք երեք նաև մեկնարկին քարոզարշավի դրա մասին խոսեցինք, որ մենք պետք է մեր ժողովրդին ներկայացնենք մեր ծրագիրը, առաջարկ Հայաստանին ծրագիրը, մենք պետք է խոսենք ժողովրդի հետ այն թեզերի, այն խնդիրների մասին, ինչը այսօր հուզում է ժողովրդին, իսկ թիրախավորելը մենք դա տեսնում ենք, բոլորդ եք տեսնում եւ երեք կուսակցության ղեկավարի կողմից էլ հստակ դրված էր, որ վիրավորանքների դաշտ չմտնել, որովհետեւ մենք տեսնում ենք, սա ոչ թե քարոզարշավ է, այլ ինչ որ մի հատ, չգիտեմ, անձնական վիրավորանքների վերածված ինչ որ մի տեղատարափ է, բայց ես կարծում եմ, որ այսօր հայ մարդը, պատերազմ տեսած հայ մարդը, Արցախ կորցրած հայ մարդը, 120,000 այստեղ հայրենակից առանց տուն ու տեղ ունեցող հայ մարդը, դա չէ, որ պետք է լսի ընտրություններից առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալ։